Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ այսպես O2 Gardens-ը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի եւ առաջին նախագիծ է։ Այն նմանը չունեցող բուսաբանական այգի է, որը կանաչապատման նոր մշակույթ է ձևավորում Հայաստանում։ Տարածքում առկա է Հայաստանում ամենամեծ բույսերի ցուցասրահը 3000 եւ ավելի բույսատեսակներով, ծաղկամանների լայն ընտրանի եւ դեկորներ։ Ավելի մանրամասն իհարկե կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այո, իսկ մեր հյուրերն են Մերուժան Ավետիսյանը, հիմնադիր եւ տնօրեն, եւ Էլեն Մինասյանը, վաճառքի բաժնի ղեկավար։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Գիտեք, մարդիկ, ովքեր շփվում են բույսերի հետ, բնության հետ, հա, ասում են այդ մարդիկ շատ բարի են, որովհետեւ անմիջական կապը բույսերի ու բնության հետ դա միանշանակ տալիս է այդ բարության ու ազնվության զգացողությունը։ Եկեք սկսենք այն բանից, թե որտեղից առաջացավ շփումը բնության հետ ու հենց այս միտքը այս ամենը ստեղծելու համար։ Մեր նախապատմություն բավականին երկար է, Կարճ։ Կարճ նախապատմությունը շատ երկար է, բայց կարճ ասած ինքս որպես պրոֆայլ ընկերության հիմնադիր արտադրություն էր, բայց մասնագիտության բժիշկ եմ, որ աշխատել եմ 10 տարի բժշկության ոլորտում։ Երբ որ այստեղ բլոկադա եւ այլն, ընկերների հետ մի ընկերություն հիմնեցինք, պրոֆայլ ընկերությունը եւ այդտեղ երբ որ արդեն արտադրությունը մենք ծավալեցինք, միշտ ինձ մոտ մի բանը կար, երբ որ կանաչի պակաս էր։ Գեղեցիկ շինություններ կար, մենք պատուհանի արտադրությունը զարգացրեցինք, հիմա արդեն միջազգային արենայում ենք խաղում, հա, խաղացող ենք եւ այստեղ բնության պակասը միշտ կար ու ինձ միշտ տարավ դեպի բնությունը, որ կարողանանք ինչպես արտադրություն ենք ստեղծել, նաեւ ստեղծել բույսերի հետ կապված պրոֆեսիոնալ մոտեցում։ Սա է եղել հիմնական ձգտումը, որ փորձել արտադրություն բույսերի նաև ստեղծել նոր ճաշակ, նոր մոտեցում բույսերին։ Քանի որ O2 Gardens-ը նոր մշակույթ է ձևավորում Հայաստանում, հետաքրքիր է ամենաշատը ինչով է տարբերվում շուկայում, ինչով է առանձնանում։ Ասեմ, շարունակությունը, որ մենք արտադրելու ցանկությունը, քանի որ իմ մեջ միշտ կա արտադրելու, շատ երկրներում տեսել եմ գեղեցկությունը, բայց դրա հնարավորությունը, որպես, այսինքն դա փոքր մի միավոր չի ստեղծել այդ ամեն ինչը, դրա համար պետք է տնտեսություն հիմնել, որ կարողանալ ամեն ինչը բերել, հասցնել եւ խնամել։ Ցավոք սրտի այստեղ մեր երկրում 2000 թվականներից մասնագետի խիստ դեֆիցիտ կա, ուսաբանների հատկապես, եւ այն տարիքով մարդիկ, որոնք կան, ցավոք սրտի հիմա չկան եւ ստեղծել այդ նորը հիմքը, որ բուսաբաններ, լանդշաֆտային եւ դեկորատիվ բույսեր խիստ դեֆիցիտ կա, փորձում ենք մենք աշխարհի տարբեր երկրներում, հատկապես եվրոպական երկրներից իրենց անմիջական անձնական հարաբերություններ ստեղծելով, բազմիցս լինելով ցուցահանդեսներում, բազմիցս լինելով իրենց տնկարաններում, բազմիցս լինելով բուսաբանական այգիներին, ավելի խորացված փորձել այդ մշակույթը ներկրել Հայաստան։ Եվ սա է գաղափարը առաջացել, որ ստեղծել մի տարածք, որտեղ լինի եւ արտադրություն, եւ մշակույթ, եւ ուսումնական կենտրոն, եւ շատ ժամանակ, եթե մենք գաղափարը որ դրել ենք 2012 թվականից կարելի ասել, պրոֆայլ ընկերությունում էինք մեկ երբ որ սկսեցինք նման տիպ պրոյեկտներ իրականացնել, այն ժամանակ ասեմ միայն բահ ենք ունեցել։ Բավականին հզոր տեխնիկաներով է հագեցված, բավականին լուրջ պրոֆեսիոնալ թիմ է ձևավորվում, բայց դեռ հեռու է լինելուց բավարար լինելու, բայց խիստ տարբերում ենք այդ գնահատականը իհարկե մենք չենք տալիս, մեր արտասահմանյան գործընկերներն են տալիս։ Մեր տանը կա մոտավորապես 10 տեսակի բույս, իսկ ես արդեն խճճում եմ նրանց մեջ։ Ձեր մոտ տարածքում 3000-ից ավել բույս կա, հա, տեսակ կա։ Ոնց է կարողանում այդ ամենից գլուխ անել եւ այդ ամենից հետ մեկտեղ նույնիսկ հաճախորդներին առաջարկել ամեն մեկի մասին առանձին ներկայացնելով։ Սա շատ բարդ է, դա նույնիսկ այն պրոֆեսիոնալները, որոնց տնկարաններում լինում ենք, որ բազմիցս մենք շփվում ենք, հարցնում եմ սրա անունը, նրա անունը ոնց է, իրենք լինելով 40 տարվա ընկերություն եւ 50 տարուց ավել այդ ոլորտում են, ասում են գիտես մենք գիտենք, շատ նման են իրար։ Մի րոպե կարող է, որտեվ
շատ նմանատիպ են բույսերը իրար, եթե կարող է լինել թխկու տասնյակ տեսակներ, իրենք ինչով են տարբերում, տերևի մեջ իրանց ձևերի, գծիկների, չգիտեմ, ամեն մեկը մի բան ստեղծում է, բայց ամենագլխավորը բուսատեսակ չէ, երբ որ մենք շփվում ենք քաղաքային տարածքներում տնկելու մշակույթը, որ տեսակը այսօր աղտոտվածություն այնքան մեծ է, որ երկրում կկարողանա որ տեսակը տնկել երկրագնդի տաքացման հետ կապված շատ ավելի նուրբ բանել կա, որը մենք շատ հեռու ենք, բայց փորձում ենք մենք մոտենալ մեր պարտներների հետ ավելի ճշգրիտ թիրախային կետերի, իսկ այդ ամենի համար պիտի ստեղծել մի հատ տնտեսություն, որը կկարողանա, իհարկե դա միայն այդ մի տնտեսությունով չի, պետք է կարողանալ թիմային եւ երկրում այդ զարգացնել այդ մշակույթը։ Եվ քանի որ բացի բույսերից առաջարկում եք նաև լանդշաֆտային նախագծում եւ իրականացում, հետաքրքիր է դա ինչպես է արվում, գծագրումից մինչև իրականացում։ Մենք նորից եղել ենք, երբ որ այդ ցանկությունը եղել է մեզ մոտ, եւ Իտալիայում, եւ Հոլանդիա, Գերմանիա, հիմնական այդ երկրներում Լեհաստան, մենք այցելել ենք պիտոմնիկներում եւ այդ ցանկությունը երբ որ ունեցել ենք, տեղ կա որ իրենք ունեն համապատասխան մասնագետներ, նաև երկրներ կան, որ իրենք հրավիրել են իրենց գործընկերներին, մեկ շաբաթ մենք անցել ենք դասընթացներ, իրենց հետ իրենց կատարած նախագծերը եւ դրա իրականացման համար բոլոր ատրիբուտներով եւ մենք այս պահին ունենք լանդշաֆտային դիզայներներ, ճարտարապետներ, նախագծումից մինչև խնամք իրականացնում ենք, չափագրում են տարածքը, ռելիեֆները, պատվիրատուի ցանկությունները, դիրքի հետ կապված քամիներ, հողի բաղադրություն, ավտոմատ ոռոգման համակարգեր, տեսակներ, արևադարձային, ոչ արևադարձային, շատ խորն է այդ process-ը, որ իհարկե անընդհատ մենք սովորում ենք, ես տարիքով փոքր չեմ, բայց մեծ ցանկություն ունեմ անընդհատ հետաքրքրել, սովորել եւ երիտասարդների հետ կիսվել։ Տարածքում նաև կան ռեստորաններ, համալիրներ, սրահներ, այս ամենի հետ մեկտեղ այս ամենը ինչպես է ներկայացվում, օգտագործվում եւ արդյոք այս ամենը հասանելի է բոլորին վայելելու համար։ Այստեղ մեզ մոտ վաճառքի գծով պատասխանատուն Էլեն Մինասյանն է, բայց ինչպես է դա առաջացավ, սա խնդիրը գալիս է նրանում, կա առաջարկ, պահանջ եւ փորձել այստեղից կառուցել։ Սկզբնական շրջանում գաղափարը Օթու Գարդեն, օթում թթվածին եւ այգի նախատեսված էր փոքր սրճարան լիներ, բայց պահանջարկը անընդհատ պատվիրատուների կողմից ինչի մեջ չեք անում, ինչի էսպես չեք անում եւ այդ փոքր սրճարանը ժամանակի ընթացքում այնքան են մեծացել եւ նույնիսկ եթե մեծ միջոցառումներ, կոնֆերանսներ է լինում, պահանջ է առաջանում, որ մենք կարողանանք իրենց սպասարկել, բավականին բարդ վիճակներում ենք հայտնվում, իսկ հիմա ավելի պարզ իրավիճակում ենք հայտնվել, բացօթյա մեծ հանդիսություններ մենք կարող ենք մինչև 500 մարդ տեղավորել, հագեցված է LED էկրանով 4/8-ի 6-10-ի բեմային, լուսային բոլոր մաքսիմալ պրոֆեսիոնալ հագեցվածությամբ եւ կարող ենք մեծ համերգներ անցկացնել եւ անցկացրել ենք հանդիսություններ, հարսանիքներ եւ այս պահին նաեւ մենք պատրաստում ենք Christmas market-ի, մենք պարկ ենք պատրաստել եւ հրավիրում են բոլորին վաղը ժամը 18:30-ից ժամը 19:00-ին կվառվեն ողջ լույսերը։ Սա հեքիաթային մի հատ այգի է, տոնական այգի եւ իրեն բոլոր նմանատիպ հնարավորություններով, որը կլինի այդ հանդիսության ներկայ մարդկանց համար անակնկալներ եւ ողջ այդ հանդիսությունների պատասխանատուն Էլենը աշխատում է ցանկացողների հետ երկու բան ինքը կասի ես շատ խոսեցի։ Մենք արդեն տեսանք LED էկրանի վրա մոտավորապես ինչ է սպասվում, բայց իրականում վաղը բնականաբար լրիվ ուրիշ էներգետիկա է լինելու։ Ես արդեն նշեցի, որ եվրոպական դիզայն է ստացվել, շատ այսպես դրսի ոճ է հիշեցնում, ինչը շատ հաճելի է, այո, փարիզյան է։ Հիմա դուք ավելի մանրամասն պատմեք։ Իրականում մեր տարածքը շուրջ 2 հեկտար է եւ ամբողջ տարածքը լուսավորված է մոտ 42 կիլոմետր լույսերով։
ամբողջ տարածքում լինելու են տոնական տաղավարներ, տոնական մթնոլորտ, ձմեռպապ, էլֆեր, ձյունանուշ, լինելու է գեղեցիկ պարային եւ երաժշտական հատված, երեխաների համար անակնկալներ ունենք, կարծում եմ, որ բոլորին հետաքրքիր կլինի եւ բոլորի համար մենք ունենք այնպիսի մի բան իրականացրած տվյալ միջոցառման ժամանակ, որ հետաքրքիր է։ Սիրով կսպասենք ձեզ։ Մուտքն ազատ է։ Մուտքն ազատ է, այո, Հարիկային սահմանափակում չկա։ Հեքիաթ կա, ամենակարևորը հիմա այնտեղ հեքիաթ կա, որը դուք եք ստեղծել եւ այս ամենը շատ կարևոր է։ Հետաքրքիր է, այսքան բույսեր, այսքան իհարկե կանաչ, հա, որ առաջարկում եք ձեր հաճախորդներին։ Հաճախորդների մոտ ամենակարևոր հարցը է, այսքան ինչպես մշակել, ինչպես խնամել, ինչպես հետևողական լինել։ Նաեւ առաջարկում եք հենց այս լուծումները։ Ինչպես է կատարվում այս հանդիպումը, հաճախորդ հարաբերություններ, հետո արդեն բույս, հետո մշակում եւ այլն եւ այլն։ Նախ մեզ մոտ, երբ որ անցնում են աշխատանքի, պարտադիր լինում է փորձաշրջան, որի ընթացքում մեզ մոտ մասնագետները պետք է դառնան լիարժեք մասնագետ, դրանից հետո սպասարկեն հաճախորդներին։ Ցանկացած բույս, որը ձեռք է բերվում մեր ցուցասրահից, տրվում է իր հետ խնամքի ձևը, ինչպես պետք է խնամել բույսերը, եւ ընթացքում էլ մենք անընդհատ կապի մեջ ենք լինում մեր հաճախորդների հետ։ Այսինքն ցանկացած դեպքում, ցանկացած հարցում կարող են զանգահարել եւ ունենալ արագ ու օպերատիվ պատասխան, թե ինչպես խնամել, ինչպես տնկել, կամ մենք դա կարող ենք անել իրենց փոխարեն առաջարկելով մեր խնամքի ծառայությունները։ Մենք սպասարկում ենք այգիներ, խնամում ենք, միջատների դեմ ենք պայքարում, ամբողջ միջոցառումների ձեռնարկություն մենք իրականացնում ենք։ Ամբողջական այդ միջոցները, ձևը, բան, ամեն ինչ կա, այսինքն ոչ մի խնդիր չունի գնորդը, երբ որ հաճախորդը որ գալիս է ձեր մոտից բույս վերցնելու, գիտի որ ամեն ինչ այդտեղ մի տեղից կարելի է այդ ամենը վերցնել։ Մենք առաջարկում ենք համալիր ծառայություններ, ինչպես նշեցիք, լանդշաֆտային նախագծում եւ իրականացում, այսինքն տնկումներ, դրանց համար ավտոմատ ոռոգման համակարգեր, բույսերի վաճառք, բույսերի տնկումներ, հետագա սպասարկում եւ խնամք։ Ամբողջը ինչը կախված է կանաչի այգու հետ, մենք ամբողջը կարող ենք իրականացնել։ Բացի դրանից մենք մեր նպատակը որպես արտադրող ավելի շատ որ կարողանալ տեղայնացնել այս պահի դրությամբ մենք շատ դեկորատիվ բույսեր ունենք, որոնք սերմերը մենք հավաքում ենք, վաղ գարնանը մենք ցանում եւ արտադրում ենք եւ վերջին ժամանակը 1-2 ամիս առաջ բավականին մեծ պրոյեկտ էր, մեծ քանակությամբ դեկորատիվ խոտաբույսեր մենք իրականացրեցինք մեր իսկ կողմից արտադրած դեկորատիվ խոտաբույսերից։ Դրանք մեզ մոտ որպես մայրացուներ են, հա, եւ դեկորատիվ, բայց մեր ուսաբանները շատ խնամքով հավաքում են սերմերը, մշակում են եւ նույնիսկ մենք ծառեր ենք արտադրել թխկիներ, որ տեսակը մեզ դուր է գալիս, հավաքում ենք սերմերը եւ կարողանում ենք համապատասխան մշակում անցկացնելուց հետո ուսաբաներին հանձնարարել էինք, որ արեք փորձենք։ Մոտարապես 4000 թխկի մենք աճացրեցինք, արդեն մոտ 2 մետր բարձրություն ունեն, սա փորձնական։ Ինչի՞ չէ, ամեն տեսակը մենք կարող ենք անել եւ նաեւ մենք օգտվել ենք կառավարության աջակցման ծրագրից, բավականին լուրջ գերմանական հոսքագծեր ենք բերել, որոնք կան միայն պրոֆեսիոնալ տնկարաններում Եվրոպայի եւ այդ ամեն մշակույթը սկսած սուբստրատներից ներկրում ենք, սկզբնական շրջանում փորձում էինք մենք մաղել անել, բայց նոր հեծանիվ չենք ուզում ստեղծել, օգտվում ենք այն արտադրող ընկերություններից, որոնցից օգտվում են բոլոր առաջատար ընկերությունները։ Այդ մշակույթն էլ ենք Հայաստանում փորձում մտցնել։ Այո, եւ հետո լանդշաֆտային կուլտուրան մի քիչ մեզ մոտ սպეციფიկ է, որովհետեւ չոր է մեր կլիման եւ համապատասխան բույսեր են պետք։ Շատ բույսեր կա, մենք դրսում տեսնում ենք, ասում ենք, այս սրանից կուզեմ իմ այգում լինի, բայց դրանք մեզ մոտ չեն աճում եւ ցավոք սրտի կլիմայական պայմաններն չեն համապատասխանում։ Համոզված եմ, որ պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ նաեւ այն բույսերն եք բերում Հայաստան, որոնք նաեւ կարող են դիմանալ մեր պայմաններին։ Նույնիսկ մենք փորձեր ենք անում բերել, որովհետև երբ որ Եվրոպայում ասում ես բույսերը կա զոնավորում, որ բույսը որ զոնաներում է ապրում, բայց երկրագնդի տաքացման հետ կապված բավականին բուսատեսակներ կան, որ առաջ չեն ապրել, հիմա ապրում են։ Այո։ Մենք փորձում ենք նմանատիպ բաներ անել, բայց նույնիսկ որպես ինքը բուսաբանական այգու
միտված ուղղություն մեր առաջիկա պլաններում կա տրոպիկական այգի ստեղծել մինչև 12 մետրանոց պալմաներով 6-8 մետրանոց Մեզ կակտուսներով հրավիրեք ստեղծել։ անպայման, որպեսզի գանք այդ ամենը վայելենք։ Այո, Հայաստանում արդեն մեղրիում այսօր աճում են կիվի, բանան, այնպես որ կամաց դառնանք տրոպիկական երկիր, ինչը իմ սրտով է, ես արև եմ սիրում։ Ուզում եմ ձեզ նվիրել Սարգոն, մեր հովանավորի կողմից, գործընկերոջ կողմից, կարմիր չոր գինին, գիտեմ բնության գրքում բույսերի հարևանությամբ այսպես վայելել գինին, դա հրաշալի երևույթ է, սա ձեզ շնորհակալություն։ Եվ քանի որ բույսերը դրանք էմոցիաներ են, որոնք մարդիկ ստանում են բնությունից, ուզում եմ ձեզ նվիրել արևոք բացիկները։ Սա հիանալի առիթ է, որպեսզի բույսերից այսպես տեղադրեք այս բացիկները բույսերի մեջ եւ նվիրեք ձեզ համար սիրելի ու հարազատ մարդկանց։ Այստեղ իհարկե սիրված երգերից ֆրազներ են, այնպես որ համոզված եմ, որ ամանորի տրամադրությունը այս բացիկների եւ ձեր բույսերի հետ միասին կգան ձեր բնակարաններ։ Շնորհակալ ենք ձեզ։ Ձեզ ենք շնորհակալ հրավերի համար։ Ես մեկ անգամ հիշեցնենք, որ վաղը երեկոյան արդեն Auto Gardens-ում կվարվեն լույսերը, Christmas market կլինի ամանորի տրամադրություն, այնպես որ վերցրեք երեխաներին եւ գնացեք լավ ժամանակ անցկացնելու։ Իսկ հիմա մեր եթերում կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։